Հունիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 01:30-ի սահմաններում Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ թունավորում ախտորոշմամբ Վանաձորի շտապ օգնության խումբը Երևանի Մուրացյան բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Շամշյան Քոմի հաղորդմամբ հիվանդանոց է մեկնել ոստիկանության բազումի բաժնի օպերատիվ խումբը համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխված Լոռու մարզի բնակիչը 2-ամյա ԿՄ-ն է։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով ոստիկաններին երեխայի մայրը Լոռու մարզի բնակիչ 33-ամյա ԿՀ-ն հայտնել է, որ իր անուշադրության պատճառով հունիսի 7-ին ժամը 22:00-ի սահմաններում իրենց լոգարանում դուստրը վերցնելով ացետոնով լի տարան խմել է, ինչի հետևանքով ստացել է թունավորում։ Դեպքի փաստով ոստիկանության բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։